որ երկրի Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Այդ դեպքում ինչու Ռուսաստանի իրավաբանական անձանց ռեեստրում ձեր քաղաքացիում նշված է Ռուսաստանի քաղաքացի։ Ոչ, ես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ այդ մասին 3 ժամ առաջ մոտավորապես 20 րոպե հանգամանալից բացատրել եմ ձեր գոլեգաներին։ Եթե մեկը կասկած ունի այդ մասին, ես հրավիրում եմ նրան, ինձ հետ կարող է գրազ գալ, նորմալ է։ Ինձ հետ կարող է գրազ գալ եւ այդ գրազի միջոցները ուղղել հոգեկան առողջություն ունեցող մարդկանց անվճար դեղեր մատակարարելուն։ Պարոն Կարապետյան, դուք տեղյակ եք, որ քրեական գործ է հարուցվել, այդ մասին ինչ կասեք, եթե այնուամենայնիվ ապացուցվի, որ դուք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեք կամ ունեցել եք, ձեր առաջին համարը Վարդովանյան Արամն է լինելու։ Այդպիսի բան չի կարող ապացուցվել, ես կարող եմ ուրիշ գրազ գալ, որ այդպիսի հայտարարություն է անում։ Լսվում է։ Ասեք, երբ որ ապացուցվի ամեն ինչ, ինքը կարող է դնել դադարեցնել իր աշխատանքը պետական կառույցում, եթե այդպիսի մարդ կա, կասկածող կա։ Պարոն Կարապետյան, իսկ ինչու այս լսում եք։ Այո, ես ուղղակի ներկայացրեցի, բայց բան չեք անում։ Հարցերը ես լսում եմ ձեզ, եւ փորձում եմ նաեւ հարց ուղղել։ Այո, լսում եմ, բարև ձեզ, լավ եք։ Այդ դեպքում ինչու այն կայքը, որտեղ հրապարակված էր, զետեղված էր այդ տեղեկատվությունը, ձեր մասին տեղեկատվությունը անհասանելի դարձավ։ Ինչ է։ Այն կայքը, որտեղ որ տեղեկատվությունը զետեղված էր ձեր մասին, պաշտոնական կայք էր, անմիջապես անհասանելի դարձավ, երբ որ մեծ տարածում գտավ։ Դա նոր բան եք ասում, քանի որ դա նոր բան չի, դա տեղի ունեցել 3 հրապարակումից 2-3 ժամ անց։ Ինչպես ինձ համար նոր բան ասեցիք, ամենայն դեպս դա հեշտ բարձվող բան է, այնպեսի բան չէ։ Ու ամենակարևորը, մեր երկրի առաջնորդները պետք է այնպեսին լինեն, որ իրենց հայակենտրոնությունը իրենց բոլոր քայլերով ապացուցեն։ Հայակենտրոնությունը ապացուցեն նրանով, որ Հայաստանի սահմանների անկախտելիությունը լինի նրանց համար ամենակարևոր հիմքը, որ Հայաստանի բնիկ բնակչության հայերի իրավունքները լինեն առաջնահերթությունը։ Խնդրում եմ սա չջնջել։ Նաև պարոն Կարապետյան, նաև խոսենք ինսայդերի կողմից հրապարակված տեղեկատվության մասին, որտեղ ձեր հորեղբայրը Սամվել Կարապետյանը նշվում էր, որ հատուկ ծառայությունների գործակալ է։ Լրագրողի հարցերին պատասխան։ Լավ է, ոնց է գործերը։ Սենց ենք։ Պարոն Կարապետյան, լրագրողի հարցերը կպատասխանեմ, բայց պատրաստ եմ էլի։ Վերջին հարցն է, շարունակեք ու մենք դատական process ենք սկսելու այն մարդկանց դեմ, ով Չէ, ձեր հորեղբայրը ինքը նշել էր, որ պետք է շանտեղ չդնեն, բայց եթե կա կամ այսպես ասենք էլի, այսինքն Facebook գործակալի հանգամանքը շանտեղ չդնենք, թե ինչ։ Ասեմ, տեսեք հարցի պատասխանը այսպեսին է։ Ներեցեք, հարց մանիպուլյացիա չի, քանի որ ձեր հորեղբայրը ինքն է նշել։ Հարց եք տալի, հարցին պատասխան, դատական գործ կսկսվի այն մարդկանց դեմ, ով այդ մասին ասել են եւ նրանցից կգանձվի միջոցներ, որը կուղղվի Սևանի հոգեբուժարանին, որպեսզի հոգեբան առողջություն ունեցող խնդիրները ստանան անվճար դեղեր եւ գարնանային սրացումների պատճառով մարդկանց վրա չհարձակվեն։ Կներեք, ավարտեմ, կներեք։ Ինչ վերաբերում է գործակալներին, մենք պետք է լուրջ աշխատանք կատարենք մեր պետական կառույցներում գործակալների Թուրքիայում կրթություն ստացած մարդկանց ստուգելուն եւ իրական գործակալներին այնտեղ գտնենք, իսկ ազգի նվիրյալ մարդկանց, ով ամիսներով ԱԾՄ-ում ապօրինի դատվել է ոչ ժողովրդավար երկրի իշխանության կողմից, ոչ ժողովրդավար վարչապետի կողմից, նրանց տանք մեր քաղաքացիների իրական պատասխանը։ Իրավունք ունեմ շարունակեմ իմ ակցիան։ Այդ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ, եթե լավ օրձես։ Ձեզ նույնպես։